Պարոն Հարությունյան, դուք միացել եք Կարեն Արայանի շարժմանը, գլխավորած շարժմանը, ինչ հույսերով, ինչ նպատակներով եք նրան աջակցում։ Հույս չէ, արդեն փոխելու ժամանակն է։ Միացել ենք փոխելու համար, որովհետև ես կարծում եմ արդեն ժամանակն է նախ այն ինչ որ հիմա ես ապրում եմ իմ ժողովրդի 98% այդ հոգեվիճակում է ու ես զարմանում եմ ինչու իմաստեղ չեմ, ոչինչ կամաց կգան ու ես համոզված եմ եկել է ժամանակը այն մեր կորցրածին տերը լինենք, վերականգնենք այն ինչ որ մեր ձեռքից վերցրել են ու համոզված եմ այս 4 հոգու կողքին 5-րդը չի ավելան, այսինքն այս խաչակիրները որ կան, հա, գոնե խաչակիրների մեջ Դարտանյան կար, հայ կար։ Չգիտեմ իրանց մեջ հայ կա, բայց եթե 5-րդը Կարեն Արայանը հանդիպի, այդ խաչը դեմքին չի լինի, այդ խաչը ձեռքին առնելու, ու դա լինելու է քրիստոնեական խաչը, որի համար այսօր կռիվ ենք տալիս։ Զուտ դրա համար, որովհետև ես երբեք այսքան նեղված չեմ եղել, ես երբեք այսքան մոլորված ու ստորացված չեմ եղել։ Ես ուզում եմ իմ յուրաքանչյուր հայ ազգից ներկայացուցի մեջ արդանա գրաժդանին ռուսերեն եմ ասում, քաղաքացին։ Մենք արդեն եկել է ժամանակը քաղաքացին ձևավորվի, հայ քաղաքացին, որը վաղը կփրկի մշակույթ, կրթություն, որի հերը վաղուց անիծել են։ Դրա համար եմ այստեղ ու շատ եմ ուզում, որ դա շուտ լինի։ Պարոն Հարությունյան, ձեր գործընկերներից աջակցողներ կան պարոն Արայանին, ձեզ միացել են, ձեզ աջակցել են, սատարել են ձեզ։ Ես չեմ կարող իրանց տեղը պատասխանել, ես չգիտեմ։ Եթե կլինեն, ուրեմն Կերևան, եթե Այստեղ չեն եկել։ այստեղ դեռ չէ։ Բայց սպասում եք, որ կգան։ Դե մեծ սիրով են սպասում։ Իրանց մեջ էլ լիքը լավ մարդիկ կան։ Չգիտեմ, այսօր մշակույթի հերն անիծել են մի քիչ մարդիկ ովքեր այդտեղ են վախենում են ասեն որ ես մշակույթից եմ, դրա համար արդեն համ մշակույթին տեր պիտի կանգնեցնել, համ էլ առավել ևս երկրին, գիտությանը, կրթությանը, մի խոսքով այն ամեն ինչին, որը վաղվա մեր զենքն է ու մեր հզորացման ամենամեծ ֆունդամենտն է ու առիթն է։ Պարոն Հարությունյան, պարոն Արայանը ասաց, որ փորձելու են իշխանափոխություն անել եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնել ղեկավարաթորներից, նույնիսկ շենքերից։ Ձեզ համար ով է լինելու հաջորդ վարչապետի թեկնածուն։ Տեսեք, այստեղ պայքար կա, բայց կարծես պայքարի առաջնորդը վարչապետ դառնալ չի ցանկանում։ Պարոն Արայանը չնշեց, որ փորձելու է դառնալ վարչապետ։ Ով է լինելու ձեր թեկնածուն վարչապետը։ Ժորժ ջան, այս կետը ստոպ տանք, այս 4 հոգուն ստոպ տանք, հետո արդեն կորոշենք։ Ես չգիտեմ ով է լինելու, բայց այն որ որոշեցինք ազգովի, որ որոշեցինք ով է լինելու, հաստատ համոզված եմ, որ այդ մարդը տերականգնելու երկրին ու ամեն ինչ անելու է ժողովրդի համար։ Ես համոզված եմ, որ մենք այսքան ժամանակ մի սխալ ընտրություն ենք կատարել, գոնե այս մի ընտրությունը կկատարենք ճիշտ ու երբեք մեկ ընտրության համար չենք զղջալու։ Մեր արածը վերջին ընտրության համար։ Վերջինը դա փոխաբերական իմաստով չի կարող ինչ որ բան վերջինը լինի։ Սա կլինի հերթականը, բայց կլինի այն ինչ որ կփոխի, ինչին մենք սպասում ենք ու որտեղ մենք երջանիկ կլինենք։ Ու այս ազգը, հայ ազգը աշխարհին լիքը ասելիք ունի։ Այսօր այդ ամեն ինչը կտրել են, փագել են, ու մենք մեզ չենք կարողանում ներկայանալ լինենք աշխարհին։ Ես կարծում եմ այդ մարդը կա, այդ մարդը գալու է, այդ մարդը տեր կկանգնի այդ ամեն ինչին։ Եկեք հիմա անուններ չտանք։ Առավել ևս եթե Կարեն Արայանը չի ուզում դառնալ վարչապետ։ Ինքը իր ձեռքը դրած հայ ազգի զարկերակին ուղղակի ուզում է այս երկրում ինչ-որ բան փոխի։ Մեզնից տարել են ամենաթանկը ժողովուրդ։ Մենք այսօր կծկված ենք, մենք արդեն սահմանում կրակում են, արդեն կրակել են ու շատ ուղեղ։ Եթե պաշտպանության նախարարությունը հերքում է, որ այդպես բան չկա, ասա, չգիտեմ, չեմ սիրում կոպիտ խոսալ, բայց ամոթ իրանց ինչ ասեմ։ Մի խոսքով պաշտպանության նախարարությունը պիտի փոխեն։ Նախարար չի կարողանա լինել ուսուցչուհի կամ ուսուցիչ։ Ես այդ մասնագիտության կրողներին չեմ ուզում վիրավորել, այսօր իրանց էլ պետք է ոտի հանել։ Նախարարության պաշտպանության նախարարը պետք է լինի զինվոր տղա ու որձ։ Դրա մասին եմ ասում։